ասում են Հայաստանի Հանրապետության ապագան, Հայաստանի Հանրապետության շահը, չկա այդպիսի բան։ Խնդիրը ինչումն է։ Մարդ ուզում է, որ իր մոտ շատ մարդ նայի։ Մարդ ուզում է, որ դրանից որոշակի եկամուտ ստանա։ Սա ես չեմ կարծում, լրագրությունը ուրիշ բան է, դա ուրիշ բան է։ Ես հասկանում եմ դրանք նոր գործիքներ են, նոր, այս պահի գործիքներ են։ Մարդիկ այդ գործիքներից են օգտվում։ Եվ պատական մարդիկներ են օգտվում, որոնք որ կրթություն չունեն, որոնք որ այդ մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող։ Բայց լրագրողը դա մի ուրիշ որակ պետք է լինի։ Լրագրողը ուրիշ պետք է գիտակցություն ունենա, ուրիշ կրթվածության աստիճան։ Ուրիշ է պետք է, ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ներողություն մի վարքան, թողեք միջև վերջ ասեմ։ Լրագրողը պետք է այդ միջավայրը ճիշտ գնահատի, ճիշտ հասկանա։ Խոսքը սրա մասն է։ Հիմա մարդը, տեսեք, Սուքիասյանը երեք Ես ինչն ասեն, հարցակում ասեն, ոչ չեմ տալիս։ Դուք օրինակ սա նորմալ եք համարում։ Հիմա լսեք, նշանակում է, որ ինքը իր երիտասարդ հալով, իմ ամբողջ կյանքը ես անցել եմ ոչ մի ներողություն, լսեք ուշադիր։ Ես թեման չեմ փոխում, ես պատասխանեցի։ Չեմ դնում, որովհետև եթե շատ եք ուզում իմանալ, ես տեխնիկական միջոցներ չունեմ, որ ազգային ժողովի չեպազրույցները իմ մոտ դնեմ։ Ապրեք, շնորհակալություն։ Ես հիմա ներողություն եմ խնդրում մի բան, լսեք ինձ ուշ, դուք լռեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Լռեք, չեմ տալիս հարցազրույց ձեզ։ Լսեք, ես էլ եմ սկզբունքային։ Դու ոչ մի ձեր որովհետև ձեզ պայեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Թիրախային հարց ես ձեզ եմ տալու, դուք ոնց եք գումար վաստակում։ YouTube-ներով, լսեք, ինչ կա գերանցված, գերանցվածը, որ եկամուտ եք ստանում, որտեղ ձեզի ինչ ա պետք, սկանդալ ա պետք, որ եկամուտ ունենաք, ես բոլորից եք շոր, լսեք, դուք եք շեղվում, դուք, լսեք, դուք ասել եք, ձեզ ա թվում, բերեք ինձ սուտ եք խոսում, սուտ խոսեցիք, լսեք, որովհետև նորից եմ ասում, լսեք ուշադիր ինձ, հայերեն գիտեք, թե գերմաներեն եք, ինչ լեզվով եք խոսում, ձեզ ասում եմ տպավորվել էր ուղեղից, պետք է թիվ, դա մոր է ասում, սխալ եք խոսում, որովհետև այլ թիվ էր տպավորված։ Հարցը լսելու ինձ ասում եք հարցազրույց չեմ տալիս։ Չեմ տալիս ձեզ հարցազրույց, չեմ տալու, որովհետև դուք, լսեք, դուք դրանով ուզում եք գումար վաստակեք, մնացածի վրա թքացում եք երկրի վրա, երկրի պաշտպանականության վրա, ամեն ինչի վրա, դուք որտեղ այդ տեսակն եք։ Ձեզ ասեք, ինչ եք ուզում, ասեք, ես պատասխանեմ, խնդրեմ։ Ամեն դեպքում ձեր ամբողջ հարցազրույցում դուք նաև Արմեն Սիմոնյանի ասածին եք ասում եք, որ ճիշտ են չեն կռվել։ Ներողություն, դուք չեք կարդացել։ Լսեք, ես ասել եմ չեն կռվել։ Չէ, մի րոպե, մենակ թվերը չի։ Այդ հարցին նորից ձեզ լսեք ուշադիր։ Ես լավ տեղեկացված եմ ամեն ինչի, ձեզ եմ ասում, որ 44 օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Հանցագործության մասն է, սպայն հաղորդում եք տալիս։ Լսեք, հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով, այդքան որ 5 տարյա քրեական գործերա գնում։ Մենք Ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից ես։ Իրանց հետ հաճախակի շփվում եմ։ Շատերին աշխատանքի եմ տեղավորել։ Իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց։ Շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան։ Շատ։ Մեր քույրերն մեծ մասը չի կռվել։ 3000-ից ավել։ Լսեք, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Չեք լսում, 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից եւ Արցախից։ Ընկերներն են ասել, որ արցախցիները չեն կռվել։ Ոչ, լսեք, դուք մի վարքյան լսեք, հիմա ձեզ ասում եմ, խնդրում եմ ձեզ, դուք ինքներդ որպես լրագրող, ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Ես ուզում եմ ասեմ, այդ երբ որ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի։ Դրա համար շատերը չեն կռվել։ Հայաստանը մենակ էր թողել արցախցիներին։ Նիկոլ Փաշինյանն ասում էր ինչ է լինի։ Սեպտեմբերն եք ասում։ Այո։ Հա, ներողություն չէ, ես խոսացի 44 օրյա պատերազմի։ Բայց սեպտեմբերին ասաց, որ Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, Արցախցի այդ 150,000 մարդը, որ ասում եք, մնացել էր մենակ 10 միլիոն ադրբեջանցիների դեմ, ինչ պետք է անեին, որ Բացի այդ Հայաստանը անվտանգության երաշխավոր էր Արցախի, ինչ պետք է ոնց կռվեին, պետք է բոլորը զոհվեին, պարոն Ես 44 օրյա պատերազմի մասին ասացի։ Իսկ սեպտեմբերի հետ կապված իհարկե արցախցիները մնացել են մենակ Հայաստանի Հանրապետությունից
օգնություն չի եղել։ Պարոն Սուքիասյան, անվտանգության երաշխավոր էինք, չպիտի կռվենք, որ դուք հիմա ասում եք Ուրեմն կռվել ենք, դուք զոհել եթե ենք տվել։ դուք ներողություն նախով եք, որ Ես Նարեն եմ գնում մեդիահաբերում լրատվամիջոցից։ Լսեք, մեդիահաբ լրատվամիջոց եք, գնացեք ձեզ ֆինանսավորողից հարցրեք, ոնց պետք է Կառավարությունը չի մեզ ով ֆինանսավորում, դուք պատասխանատվոր եք, գիտեք, պատասխանել Ասեք, ինչ եք ուզում պատասխանել։ Ասում եմ, չպիտի կռվեինք, հա, չպիտի անվտանգության երաշխավոր լինենք, եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է նայի ընդհանուր Հայաստանի Հանրապետությունը սա մեր միակ միջազգայինորեն ճանաչված պետությունն է, մենք պետք է շատ զգուշ լինենք, շատ խելոք լինենք եւ պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ռիսկերի չդիմի եւ Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, սա է խնդիրը։ Լինելու է հարատևս ձեզ, եթե մենք այս քաղաքականությունը Արդեն լինելու է, չի լինելու, իհարկե կլինի, եթե մենք բոլոր այն նորմերը, որոնք որ միջազգայինորեն կա, ճանաչենք, սուրբ գրքի պես ընդունենք։ Շնորհակալություն բոլորիդ։